Եթե Իրանի վարչախումբը տապալելու նպատակ կա, կարող է վնասներ կրել նաև Հայաստանի տնտեսությունը։ Եթե ԱՄՆ-ն եւ Իսրայելը նպատակ ունեն տապալելու Իրանի վարչախումբը, պատերազմելու են այնքան, որքան իրենց ռեսուրսները բավարար են։ Այս կարծիքին է Մերձավոր Արևելքի եւ Իրանի քաղաքականության փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Ինչքան ժամանակ Մերձավոր Արևելքի երկրները թույլ կտան, որպեսզի ԱՄՆ եւ Իսրայելը իրենց ռազմաբազաներով իրենց ներքաշեն պատերազմի մեջ, ինչքան կտևի այդ պատերազմը Իրանի դեմ։ Ես կարծում հարցը այնքան էլ ճիշտ չի ձևակերպված, որովհետեւ այնուամենայնիվ պատերազմը, որը մեկնարկել է Իրանի դեմ, դա Միացյալ Նահանգների մի կողմից Միացյալ Նահանգների եւ Իսրայելի մյուս կողմից Միացյալ Նահանգների եւ տարածաշրջանի նրա մյուս դաշնակիցների, դրանք Պարսից արաբական երկրներն են, Թուրքիան եւ այլն, բոլորի միջև տեղ ունեցած փոխհամաձայնության արդյունքում է եւ եթե գործողությունը տեղի ունենում, այսինքն եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը այս պայն նպատակ ունեն վարչակարգը տապալել Իրանում, նրանք գնալու են այդ նպատակի հետևից, որքան որ հնարավորություն ունեն եւ պատերազմը կդադարեցվի, եթե կողմերը հասկանան, որ այս պահին ռեսուրսները չեն բավարարում այդ վերջին նպատակին հասնելու համար։ Եվ միևնույն ժամանակ Իրանն էլ շատ լավ հասկանալով իր հակառակորդների նպատակները, փորձել է հնարավորինս բարդացնել վարչակարգը տապալելու Ամերիկայի սեփական ծրագրերը։ Իսկ տարածաշրջանային երկրները հակառակը իրենք շատ լավ հասկանալով, որ process-ն արդեն սկսվել է եւ իրանական սպառնալիքը, որը ռազմավարական է եւ տասնամյակներ շարունակ եղել է տարածաշրջանում, այս պահին կրելով որոշակի խնդիրներ, հետևանքներ, այնուամենայնիվ դեռևս Միացյալ Նահանգների հետ ուրեմն փոխհամաձայնության գնում են, շարունակում են աջակցել թույլ տալ իրենց տարածքում տեղակայված ռազմաբազաների օգտագործումը եւ մի ժամանակ իհարկե կրելով որոշակի վնասներ։ Այսինքն սա այս համագործակցությունը փոխշահավետ համագործակցություն է, եթե այն շարունակվում է, նշանակում է, որ այդ համագործակցությունը անհրաժեշտ է բոլոր դերակատարներին եւ այս պահին կրկնում եմ, տարածաշրջանի նաեւ արաբական երկրները հակված են նրան եւ տրամադրված են աջակցելու Միացյալ Նահանգների կողմից մեկնարկած գործողությանը, որին մասնակցում են Իսրայելը։ Իրանի տարածքով իրականացվող ապրանքաշրջանառությունը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի տնտեսության համար։ Սա նշանակում է, որ եթե պատերազմը երկարաձգվի, Հայաստանը խնդիրների կբախվի եւ վնասներից խուսափելու նպատակով ստիպված կլինի Իրանից ներմուծվող ապրանքների եւ առևտրային ուղիների փոխարեն որոնել այլընտրանքային տարբերակներ։ Հայաստանը դժվարությունների մեջ կարող է հայտնվել Իրանի հետ առևտրի եւ ապրանքաշրջանառության խաթարման պատճառով։ Այս բարագայում, քանի դեռ Իրանում իրավիճակը շարունակում է անորոշ մնալ, տնտեսական հարաբերությունները, առևտրատնտեսական կապերը, Իրանը որպես տարանցիկ կապի միջոց Հայաստանի եւ Պարսից ծոցի միջև այս հարաբերությունները իհարկե ժամանակավորապես արկախվել են եւ բնականաբար Հայաստանի Հանրապետությունը պետք է հասկանա, որ Հայաստան պետք է գնահատվեն, որ process-ները կարող են տևական լինել եւ այս բանալին բնականաբար պետք է ընտրել այլ ընտրանքներ եւ պետք